Հայաստանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է, այս մասին շեշտվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդանյանի եւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Մարիամ Կվիրիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Քննարկվել են էներգետիկ եւ տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարգային հարցեր։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հետ։ Քննարկվել են Հայաստանի եւ Մոսկվայի մարզի միջև առևտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում միջտարածաշրջանային համագործակցության խորացման հեռանկարները։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները եւ դրան շուրջ կազմակերպվող քննարկումները, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը եւ հանդիսանում են ապատեղեկատվություն։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գալուզինն այսօր ընդունել է երկրում Թուրքիայի դեսպան Բիգլիչին։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, վերահաստատվել է տարածաշրջանում խաղաղության եւ կանոնության շահերից ելնելով հետագա համակարգման փոխադարձ հանձնառությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ սկզբնական սահմանափակ ռազմական հարված սկսելու հնարավորությունը, որպեսզի Թեհրանին ստիպի պահպանել միջուկային համաձայնագիրը։ Մարմնամարզության ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արտուր Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի Գերմանիայի Կոդբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի հենացած մարզագործիքի ընտրական փուլին։